Բարև հարգելի հայրենակիցներ, ուղի եթերում Նոյան Տապանն է, տաղավարին հյուրընկալել եմ կյանքի իրավունք իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ռուզան Ադանալյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղի եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի YouTube-յան, Facebook-յան, էջերում, ինչպես նաև Patreon-ում։ Տիկին Ադանալյան, բարև ձեզ, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերը ընդունելու համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Մեր իրավական թեմաներին անցնելուց առաջ մի երկու հարց, որից հետո արդեն մեր հիմնական հարցազրույցը կշարադրենք։ Երեք Շահին Մուստաֆայևը փաստորեն Երևանում էր եւ նրա այցի մասին մենք իմացանք ադրբեջանական լրատվամիջոցներից։ Աղվերանում էր մի խոսքով Մուստաֆայևի այցը հասարակության մեջ մի շարք տարբեր կարծիքներ ձևավորեց եւ հիմա ուզում եմ հասկանալ ձեր տեսակետը ինչու այս անակնկալ այցը տեղ ունեցավ հատկապես ընտրություններից առաջ։ Իմ կարծիքով ես կարծում եմ որ այո ժամանակն էր որպեսի պաշտոնական այց իրականացվեր Հայաստան մասնավորապես Երևան եւ ես կարծում եմ որ թեկուզ եւս Մուստաֆայևի այցի մասին թաքուն պահելը հասարակությունից կարծում եմ որ ունի նաև իր նշբերանքները, որովհետև օրինակ ինչու մոտ ժամանակներում տեղեկություններ կան մամուլում, որ Հայաստան է ժամանելու Զելենսկին, Հայաստան է ժամանելու Մակրոնը, ապա ինչու Մուստաֆայևի վերաբերյալ այսպիսի հույժ կարևոր իրավիճակներում Ադրբեջանի եւ Հայաստանի այսպիսի հարաբերությունների իրավիճակներում գաղտնի էր պահվել հասարակությունից, մեկ էլ իմացանք, որ պաշտոնական ներկայացուցիչությունը եկել ադրբեջանական ինքնաթիռը վայրեջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում եւ Մուստաֆայևը ժամանել է հանդիպումներ է իրականացրել եւ ըստ մամուլի նաեւ մեծ գործարարների հետ է հանդիպումներ իրականացվել սա եւս ունի իր ենթատեքստը շատ չբացեմ փակագծերը բայց նաեւ նշեմ որ դե բնականաբար գործարարներն էլ ունեն որոշակի ապրանքաշրջանառություն իմ կարծիքով իհարկե եւ թուրքական աշխարհի եւ մնացած իրենց այդ եղբայր քույր եւ եղբայր երկրներից նկատի ունեմ ադրբեջանցիներին, թե բնականաբար իրենց եղբայրական երկիրն է եւ այս համատեքստում բնականաբար ինչ նպատակ ունեին այս գործարարների հետ հանդիպումը, երբ որ քաղաքական թեմաներով էին հանդիպումները, ես կարծում եմ որ այստեղ արկա էր նաեւ այս երանգը։ Եվ բացի այդ շատ հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ եկել է ընտրությունների նախաշեմին, դե բնականաբար մենք արդեն քանիցս հազարավոր անգամներ լսել ենք, որ Ադրբեջանը սատարում է Նիկոլ Փաշինյանին, բնականաբար պիտի սատարի, որովհետև Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները բխում են Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից Եվ այստեղ ամենաէականը այն է, որ նախընտրական փուլում պետք է որ ինչ-ինչ միջոցներ գործադրվեն, արդեն իսկ նախկինում լսել ենք, որ քանի միլիարդ թե միլիոն դոլարներ են փոխանցվել Հայաստանի զուտ ընտրությունների հետ կապված, եւս մամուլի հրապարակումների համաձայն, բնականաբար եկել են որպեսի իրենց եղու բրինձի հետևից են եկել, կարճ ասած։ Այսինքն այն ինչ որ մինչև հիմա կատարվել է ու դեռևս ընթացքի մեջ է, դեռևս սահմանազատման գործընթացներ կան, դեռևս անկլավների անվան տակ հանձնելու ինչ-ինչ տարածքներ կան։ Այս ամեն ինչի համատեքստում բնականաբար վերջին նիկալը ունեցել է հույժ կարևոր նպատակ։ Այս նշվածի մեջ նաև պիտի անհրաժեշտ եմ համարում նշել 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու, այստեղ բնակություն հաստատելու հանգամանքը վերջ իրենց երկրի բարձրաստիճան պաշտոնյաները պիտի այս հարցի հետ կապված նաև նպաստավոր պայմաններ ստեղծեն, հարց ու պատասխան ունենան, ինչպես են գալու, ոնց են գալու։ Դες ամեն ինչ արդեն ինչ ասվել է, համարենք հաստատված իրավիճակներ։ Այսինքն եկել է հաստատելու այն ամենը, ինչ որ հրամցնում էին այս ընթացքում։ Այո, ինչ որ արդեն տեղեկացել էինք անցակետերով հայկական անձնագրերի հետ կապված ինչ որ հարցեր կային, որ էլի դες մութ մնաց կիսատ պրատ ինչ որ մեկնաբանություններ եղան եւ այլն։ Հիմա շատ ավելի ծննդավայր գնալու այդ ցանկությունը։ Դե իշ ծննդավայր գնալու ցանկությունը ցանկացել ուղակի փաստել, որ այո, իշ ծննդավայրը այդտեղ է։ Այո, համար որ սա հենց մենք ենք մեր երկրում։ Ուղիղ իմաստով փաստելու, որ այո, իրենք կան, իրենք այդտեղ են եղել, այդտեղ են ապրել, այդտեղ են հաճախել դպրոց եւ իրենց արմատները այդտեղ են եղել, այնպես որ օդի միջից եկած ինչ որ այլև այլ հանգամանքներից չեն բխում այս ամեն ինչը, սա էլ ինչ որ երանգներ են ցանկանում ոչ մի դրական տեղաշարժ այսպես չէ ուզում նկատել, որ սա հայ-ադրբեջանական հարաբերությունների ինչ որտեղ բարելավման փուլ ենք մտնում եւ սա կարեւոր էր ինչ որ որոշակի միջոցառումներ անելու հենց խաղաղություն ամրապնդելու համար։ Տեսեք, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի
Ես նայելով մեր երկրի իրավիճակին, նայելով տեղի ունեցող իրադարձություններին, Բաքվում պահվող գերիներին եւ խաղաղության մեր տարածքում նստած ադրբեջանցիներին։ Այո, մեր տարածքում նստած ադրբեջանցիներին եւ մեր տարածքների կորուստներին, այսինքն մենք հասնելու ենք այն կետին, իմ կարծիքով, որ խաղաղության դիմաց տրվելու է ողջ Հայաստանը։ Եթե արդեն այս աստիճանի տրվել է, Արցախը հանձնվել է, պատերազմական իրավիճակները այն որ Նիկոլ Նանձամբ հայտնեց, որ այդ պատերազմը կարելի էր կանխել եւ դա պատվիրված պատերազմ էր, որի մեջ ներքաշված էին եղել բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ, սա իրենց բառերից եմ ասում, որոնք ինքնին հաղորդում էին հանցագործության մասին։ Այս ամեն ինչի համատեքստում ուղղակի հնարավոր չէ պատկերացնել խաղաղությունը։ Եթե խաղաղությունը պիտի լինի մարդկային կյանքերի հաշվին 5000 զինվորների, որոնք քիչ առաջ նշեցի պատվիրված պատերազմի, այդ պատերազմական սցենարի, այո, պարտադրված պարտության ֆոնի վրա այս երեխաների կյանքը խլեցին, կյանքեր արժեցան այս խաղաղությունը, որ իբր պատերազմ եղավ զոհվեցին, բայց տեսեք ինչպիսի սցենարով է առաջ գնում։ Եթե այս ամեն ինչը չլիներ, ուղղակի զուտ դիվանագիտական աղբյուրներով, դիվանագիտական ճանապարհներով հասնեին ինչ-ինչ հարաբերությունների, թեկուս պլյուս մինուսով ասենք ինչ-ինչ հանգամանքների հաշտության կային, սա կարելի է ինչ-որ տեղ դիտարկել, բայց հիմա շատ արագ ընթացքով Հայաստանը գլորվում է անդունդ, այսինքն այն աստիճանի կներեք այս բառից համար հաստված են Հայաստանը տանում դեպի թշկացման, ադրբեջանացման, այն աստիճանի են տարածքները տվելու շարունակելու են դերևս տալ, որովհետև այդպիսի նպատակներ կան, այդպիսի մտայնություն կա, նաև դրա հետ էր կապված Մուստաֆայևի այցը, ինչպես նշեցի վերևում, քիչ առաջ, եւ բնականաբար սա տանելու է այլ կորուստների եւ խաղաղությունը բարբերաբար երեսով տալ, հա, ամբողջ մի ժողովրդի, թե եթե չհամաձայնեք, սա չլինի, ապա պատերազմ է լինելու, սա արդեն այն պատերազմով, որ վախացրեցին, արդեն, որ ասում են, աչքի շուշեն կոտրեցին ժողովրդին, այսինքն դուք տեսակ չէ, ժողովուրդ ջան, ինչ եղավ պատերազմից հետո, հիմա նույնը կարող է կրկնվել, այսինքն պատերազմի օրինակը, մաշկի վրա զգացած ժողովուրդը կարող է, այո, վախենալ նոր պատերազմ սանձազերծվելուց։ Ու հիմա այս ամեն ինչը շաղախված մատուցվում է ժողովրդին։ Եթե այս նախապատմությունը չլիներ, ես ելի եմ ասում, դիվանագիտական խողովակներով ինչ որ հարցեր լուծվեին։ Ու հավասարը հավասարի հետ խոսեր, ոչ թե պարտվածը հաղթողի հետ խոսեր, կապիտուլյանտը խոսեր հաղթողի հետ, սա արդեն բոլորովին այլ հանգամանքներ են, սա արդեն այլ ձևով է դիտվում։ Փորձեք նայել մեր վարչապետի այցը տարբեր երկրներ եւ Ալիևի ներկայությամբ եւ բացակայությամբ նրա ժեստերը, շարժումները, այդ մակրոնների եւ այլնի մոտ զգացվում է, որ ինքը կուչուցիկ ա եղած մեր կենցաղային բառով ասենք, զգացվում է, որ իր համարել են անհարմարություններ, որովհետեւ ոչ մի երկրում, ոչ մի երկրի ղեկավար չի կարող թեկուս իր ներկայությամբ չասել, բայց հոգու խորքում իր նեղ անձնական շրջապատում կարող է ասել, թե այս երկրի ղեկավարն էս ինչ անում իր ժողովրդի գլխին։ Միանգամից բան արեք, ասում է, տարիք կառապնարա պրծեք այս ամբողջ ժողովրդին, այն որ ասում են աչքից էլ պրծեք, աչքացավից էլ։ Հիմա սա է վիճակը ու շատ վատթարագույնն է սպասվում, որովհետև արդեն տեսնում եք Ռուսաստանի փոփոխված արտահայտությունները, գազի, լույսի եւ այլնի հետ կապված սահմաններ փակելու, բացելու այդ իրավիճակները, Իրանի հետ կատարված այդ Թրամփի ուղին, Զանգեզուրի միջանցքը, սրանք ինչի կարող են հանգեցնել, ինչպիսի սահմանափակումներ կարող են ունենալ եւ սննդամթերքներ կրելու եւ այլնի հետ կապված, ժողովուրդը մատնվելու է թե սովի, թե պատերազմական իրավիճակներ, այսինքն կոտորելու են այս ժողովրդին։ Հիմա դեռ հələ տակ են, հələ այս քննարկումներն էլ մտածում են կարողա լինի, կարողա չլինի, բայց ամեն դեպքում ակնկալվում է, որովհետեւ նախադեպը ցույց է տվել, որ իրականում մեզ կարող են սպառնալ այսպիսի իրավիճակներ։ Դրա համար էլի եմ ասում, Մուստաֆան եկել էր եղու բրնձի հետևից։ Այն ինչ որ խոստացվել է, ի սկզբանե կատարվել է, հիմա դրա շարունակությունն է։ Ոչ կողմից էլ փորձենք նայել, թեկուզ լավատեսական մոտեցմամբ, այլ պրիզմայով փորձենք նայել, միևնույն է արդեն ակնհայտ է, որ անկում է գնում այս երկիրը։ Ժամանակը հուսանք ցույց կտա, հետևենք իրադարձություններին, սա ձեր տեսակետներ։ Այո, սա իմ տեսակետն է։ Աննա Վարդապետյանը երեկ ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովին ներկայացրեց դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը։
Մի քանի մեջբերումներ անեմ, ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք եւ դրամական միջոց։ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպանության դեպք չի արձանագրվել եւ երկրորդ տարին անընդմեջ գրանցվում է կոռուպցիոն հանցագործությունների թվի նվազում։ Թվում է, թե Աննա Վարդապետյանի այս նման հայտարարությունը պետք է որ բավարարեր ներկաներին, բայց նայելով տեսանյութերը հետևելով այդ նիստի գործունեությանը, ընդդիմադիր պատգամավորները բավականին դժգոհ էին եւ նույնիսկ Գեղամ Մանուկյանը նրան մեղադրեց օրինակ Բագրատ Սրբազանի գործով սուտ ու կեղծիք տարածելու մեջ։ Եվ գրեց եւ նշեց, որ քանի կոպեկ արժեք ունի այդ ձեր հաշվետվությունը, մենակ Դավիթ Մինասյանի կալանավորման եւ խոշտակման դեմքը բավարար է, որպեսզի ձեր գործունեությունը մենք վերագրենք, որ անբավարար է ընդդիմության համար։ Տիկին Ադանալյան, դուք եթե հետևել եք այս ամենին, ձեր տեսակետն եմ ուզում լսել եւ հետաքրքիր է, որ Արփի Դավոյանը անգամ փոքրիկ մի անոնս արեց, դժգոհելով, որ Մանումենտի տների մասով գործը տեղից չի շարժում, Թալանը պետությանը չի վերադարձում։ Սա ինչ է նշանակում, որ նրա գործունեությունից դժգոհ է թե ընդդիմությունը եւ թե հենց իշխանությունը։ Դե միգուցե ընդդիմության մեջ կան մարդիկ, ովքեր ավելի ազնիվ են գտնվել, ես այդպես եմ կարծում, որովհետեւ այո, կան հանգամանքներ, որոնք այլևս անհնար է կոչել։ Ինչ վերաբերում է Աննա Վարդապետյանի այդ տվյալներին հաղորդած, ես ինքս անձամբ որևէ տվյալի, որևէ տեղեկության չեմ հավատում ու չեմ էլ վստահում Աննա Վարդապետյանին, որովհետև ինքը Հայաստանի Հանրապետության համար դարձավ այն դատախազը, ով սպասարկում է քաղաքական շահերին։ Աննա Վարդապետյանի միջոցով ի վերջո պատասխանատու է պետության շահերի, մարդկային կյանքերի ամեն ինչի համար։ Ի վերջո երկրի գլխավոր դատախազն է։ Բոլոր քրեական գործերը չեն կարող ուղղակի չհասնել Աննա Վարդապետյանի կրճի տակով։ Եվ այս պայմաններում այսքան քաղբանդարկյալ, այսքան մարդկանց կալանավորելու որոշումներ կայացնելով, բանդերը լցնելով, ԱԱԾ պատվալները լցնելով, իհարկե քաղաքական ձևակերպման ներքո եմ ես սա ասում, որովհետև այսպիսի խոսք հնչել է ԱԺ-ից երկրի թիվ 1 ղեկավարի պատվալներում են հայտնվում այո, հայտնվում են մարդիկ, մի հատ sense թեթև մատի ճտոց ու վրաս Աննա Վարդապետյանը բան է անում, խափանման միջոց են ներկայացնում քննիչները, քննիչնով է, քննիչը ընդամենը կատարող գործող անձ է, ով կատարում է հսկող դատախազի վերադաս, դատախազի ի վերջո գլխավոր դատախազի բոլոր տեսակի կամայականություն, ինքը գրող է ընդամենը։ Դրա համար որ հարցերում ես ասում եմ քննիչը մեղավոր չի, քննիչը գործիք է, միջոց է իր համար, իրան օգտագործում են։ Նայեք հսկող դատախազն ու գլխավոր դատախազը, վարչության դատախազն ով է իրանք են անում, իրար մեջ է արվում։ Չի կարող ուղղակի Աննա Վարդապետյանի այդ ներկայացած թվերը ապօրինի ծագման գույքի հետ կապված այդ բռնագանձման ամեն ինչը հնարավոր է որ դուք այդ առումով շատ մեծ ուժ ու էներգիա եք ներդնում, շատ մեծ աշխատուժ եք ներդնում, որպեսզի այդ ամեն ինչ որ ասենք նախկիններից կամ օլիգարխներից կամ այլ անձանց ովքեր ապօրինի ծագման գույք են ունեցել այլ պաշտոնատար անձանցից վերցնում եք ում եք տալիս ինչ եք անում ում գրբանն եք դնում դա արծի մի կողմն է միգուցե բայց ինչ ա արվել այս երկրի համար ու ինչ ա կատարվում այս երկրի ներսում Այդ աստված գիտի, դրա համար նրա ասածները ես կարծում եմ որ մասնավոր ինչ որ մեկի շահերին բխող գործողություններ, ինչ որ մեկի գրբանը լցնելու գործողություններ, խնդրեմ պաշտպանությունները, խնդրեմ պետական բյուջեից ինչպես են, եթե ուղարկվել է պետական բյուջե, փոխանցվել է պետությանն է վերադարձվել, բայց վերադարձված այդ գումարները ուր են մխսվում։ Ես ինչքան իմացա, չգիտեմ որքանով է ճիշտ, Աննա Վարդապետյանը ինքն իրեն էլ է պաշտպանել, չգիտեմ որքանով է ճիշտ, նման հրապարակում կար մամուլում։ Հիմա եթե դուք թոշակներն են բարձրացնում, առողջապահության ապահովագրությունն են ապահովում այդ նախընտրական ինչ որ բաներ են, հա, ես ինչքան հիշում եմ թոշակները 10000 դրամ բարձրացնելու համար Նիկոլ Փաշինյանը բավականին մեծ սցենար էր պատրաստել, որը շոուի վերածվեց ու տարել էր արդեն մարդկանց բերանին են, որ ասում են ծուտ ու ծամոն, մարդկանց ասում էր 10000 դրամը, ինչ պետք է անի թոշակառուն, ինչ պետք է անի, հիմա ասում է 10000 դրամով կարող գնաք Լառնակա հանգստանալու։ Հիմա արդեն ոնց եղավ, որ ինքը համաձայնեց։ Նշանակում է նախընտրական ինչ որ մտայնություն կա, այն ժամանակ հանրության ճնշումը չեմ կարող ասել թոշակների բարձրացնելու համար, ուղղակի գտա որ ավելի լավ է նախընտրական էս փուլում դրանք բարձրացի 10000 դրամով, եթե ոչ մի բան չանի 10000 դրամով ձայն է գնում Նիկոլ Փաշինյանը։ Ես եթե ինքը նախընտրական փուլում է սա անում,
ոնց որ մյուս մարդիկ, մյուս կուսակցությունները, մյուս ընտիմատիժ տեխնացուները ինչ որ բան են անում ու դա գնահատվում է որպես նախընտրական կաշառք, ճակերտներով, սա էլ կարող է գնահատվել որպես նախընտրական կաշառք։ Եթե նույն անձը վարչապետ ասում է 10,000 դրամն ինչ պետք է անեն, ու մարդիկ փոշփոքվել էին, ասում էին ով ինչ պետք է անի, մարդիկ հրաժարվում են, ասում են պահի քեզ, բայց հիմա ասում է ինչ պետք է անեն։ Եղավ որ ստեղ խիստ հակասություն կա, եղավ որ սա եկավ հանգեցրեց նախընտրական այս ժամանակահատվածին։ Ոնց համեմատես ուրիշ բան չես կարող հասկանալ, դե թող են ժամանակ տար։ Հիմա է տալիս որ սա միջը թարմ լինի, ժողովուրդ ավելի ոգևորված լինի, այնքան խիստար արդեն այդ ոգևորությունը անցած կլիներ։ Իսկ հիմա ավելի ակտիվ է այդ խոսակցությունը, ավելի լավ է։ Հիմա եթե ամփոփենք Աննա Վարդապետյանի երեկվա այդ հաշվետվությունը, դուք Աննա Վարդապետյան ասելով հասկանում եք Նիկոլ Փաշինյան։ Աննա Վարդապետյան ասելով, այո, ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյանն է բերել Աննա Վարդապետյանին դրել։ Դերևս, երբ Աննա Վարդապետյանը եղել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, նա արդեն իսկ նախկինում, եթե չեմ սխալվում, Ռուբեն Հայրապետյանի թե նրա տղայի գործով, Աննա Վարդապետյանը արդեն իսկ թույլ էր տվել քննչական մարմնում քննիչի մեղադրական եզրակացությունը կարծեմ խմբագրելու արդեն իսկ խառնված է, հա, Աննա Վարդապետյանը հələ դատախազ չդառած ժամանակվանից արդեն իսկ խառնված էր քրեական գործերով խմբագրելու փոփոխություններ անելու եւ այլն։ Հիմա այդ նույն անձը եկել է դառը գլխավոր դատախազ, պարզա չէ որ որտեղից են գալիս արմատները։ Ես Աննա Վարդապետյանին մշտապես ասել եմ ու էլի ասելու եմ ու ես հաղորդում եմ տվել Աննա Վարդապետյանի եւ Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի վերաբերյալ, որ նրանց ենթադրյալ հանցագործության մասին, որ իրենք բարդակում են սպանության պատվիրատուի։ Հաղորդումը գնացել է ուր Աննա Վարդապետյանի ու Արմեն Չիչոյանի վերաբերյալ մարզի դատախազի վերաբերյալ հաղորդումը գնացել է Շիրակի մարզային քննչական վարչություն։ Այսինքն Շիրակի մարզային քննչական վարչության մի հատ շարքային քննիչ կարող է կանչի հարցաքննի Աննա Վարդապետյանի կամ Արմեն Չիչոյանի, հա? Այդ լիազորությունը նախ չունի այդ քննիչը, քրեական դատավարության օրենսգրքով է դա բացառվում, բայց ինչ բացառվելու մասին է խոսքը, սրանք ինչ ուզում անում են։ Ինքնակլուխ հանցագործա Աննա Վարդապետյանը։ Ինքնակլուխ տարերայնորեն տարբեր մարդիկ իրեն հարցեր էին տալիս երեկվա 25 թվականի կատարողականի վերաբերյալ, ինքը չէր կարողանում երեսը բարձրացնել, նայել մարդկանց աչքերին։ Ինչ ասում էր գլուխը կախեր ասում, վերացական, խուսափողական, չկար մի հատ sense ստույգ դիպուկ պատասխան, որ ասեիր որ հալա լինես աղջկան, այս մեկը շատ չոտքի ասեց, այս մեկը շատ ստույգ ասեց, հազիվ ենքան որ գլուխը կախել էր, եկել էր, պիտի կար ֆիզիկապես պիտի ներկա գտնվեր, ինքը չկարողացավ ոչ մեկի հարցերին պատասխանել, ռեալ պատասխան, սպարիչ պատասխան, որևէ մեկին չտվեց, նայում էր ով ինչ ասում, որ սենց իրավական տեսանկյունից սենց ինչ-որ խայթելու բաներ աներ, մասնավորապես Լիլիթ Գալստյանին էր ասում, թե դատարանը պարտավորեցնող մարմին չի դատավոր, Աննա Վարդապետյան գնա քրեական դատավարության օրենսգիրք, որ գերազանցիկի սինդրոմով է տառապում, գնա մի հատ բացի նայի հələ դատարանը ում ուսերին է դնում, հա, անձի իրավունքներն ու ազատությունները խախտելու մասին որոշմամբ ում ուսերին է դնում, ում ուսերին բարդ իրականացնող մարմին եւ այո դա պարտավորեցնել է։ Այդ իրավական ձևակերպումը դե մարդիկ իրավաբան չեն, բայց շատ լավ էին տեղին էին տալիս հարցերը ու հարցերի պատասխանները ոչ մեկը չստացան, քաղաքական գնահատականներ ես չեմ տալիս, ձեր ասածը քաղաքական գնահատական է, հետո էլ դարավ թե բանը ես հունից դուրս չեմ գա, ეხի պետք է դու հունից դուրս գաս, դու սաղի հախից եկել ես, թող հունից դուրս գա այն մարդու ում հախից դու եկել ես, ում սպանությունը դու պարտակել ես, այդ սպանությունը պարտակել է փողաժի, թող դրանք հունից դուրս գան, դու ոտը այդ տնկի քո համար նստի ինչ ա եղել, կտանեն, կբերեն այդ ստորագրություն չի քո համար կստորագրես, կուղարկես կգնա ամեն մարդ թող գնա իր ճակատագրի հետ տառապի։ Դուխի պետք է համբերությունից դուրս գաս, ասում եմ ինձ վիրավորում է, կարծեմ Գեգան Մանուկյանին ասեց, որ տոնով խոսելը դա չի նշանակում ճիշտ լինել։ Դուք մարդկանց հունից հանում եք, որովհետև դուք անջատել եք ձեր ռուբիլնիկը, ասենց կներեք այս արտահայտությամբ, ու նստել ես, որովհետև գիտես, որ քեզ ինչ որ ասում են, շատ ճիշտ են ասում։ Դու անջատել ես քեզ, որ հանկարծ չպատասխանես ու կրակարնես։ Քո յուրաքանչյուր պատասխանին հետևելու էր մեկ այլ հարց։ Ու դու գերադասեցիր լռել, սուսիկ համավորիկ նստել, մնացել մի հատ քող քաշեր երեսին, թազահարսի նման։ Նստել ես տիպը ինքը բանա իրան վիրավորում են, ինչու են քեզ վիրավորում, դու ալամ աշխարհին վիրավորել ես, Հայաստանի ժողովրդի նկատի ունեմ, դու բոլորին ցավ ես պատճառել, դու վիրավորանքը գիտես ինչ բան է, բայց քեզ ասում եմ, որ դու հանցագործ ես, Աննա Վարդապետյան։ Դա ձեր տեսակետն է։ Սա ես հաղորդում եմ տվել, ասում եմ, ոչ թե տեսակետ է, ես
փաստական տվյալներ եմ հայտնաբերել, փաստեր ունեմ, դեպք, որը տանում է անկործության կամ հանցավոր գործողությունների։ Հիմա այս հանգամանքի վերաբերյալ ով է վարույթ նախաձեռնելու, ով է քննություն իրականացնելու, Աննա Վարդապետյանը նույնք իր վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնել, ինքն է, աջ ցախ քրեական գործերով ինչ ուզում է լինի, ինքն է։ Այո, ինքը քաղաքական շահեր սպասարկող դատախազա, չեք տեսնում մարդկանց ոնց է կալանավորում։ Տիկին Ադանալյան, շարունակենք մեր զրույցը կարճատև գովազդային դադարից հետո։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա, Այ սենսացիան էսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Տիկին Ադանալյան,
ինչպես միշտ, այս անգամ էլ դուք դժգոհ եք գլխավոր դատախազի գործունեությունից եւ Աննա Վարդապետյանից անցնենք Աննա Հակոբյանին։ Մի քանի օր առաջ Իմ քայլը բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը հրատապասուլից հրավիրեց եւ հայտարարեց, որ խախտվել են իր իրավունքները եւ պատրաստվում է դատի տալ անկախ դիտորդ եւ դիտորդին եւ Դանիել Իոնիսյանին։ Կարևոր չէ ում է ուզում։ Այստեղ կարևորը այն էր, որ քննարկման թեմա դարձավ, որ խախտվել են նրա իրավունքները, թե որպես կին, թե որպես գործարար եւ ամեն դեպքում գնալու է այս ամենը դատարան, ընդ որում Դանիել Իոնիսյանն էլ չի պատրաստվում հետ նահանջել, որտեղ գտնում է, որ իր կատարած հայտարարությունները տեղին են եւ դատարանում նրանք կհանդիպեն։ Ինչպես եք պատկերացնում, ընդ որում ձեր կարծիքը, արդյոք այդ Իմ քայլը հիմնադրամը իրոք չի ասոցացվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը շատ ծանր է տանում կարծես թե Տիկին Հակոբյանը։ Գիտեք, նախ ինձ մոտ հարց էր առաջացել, թե օրինակ ինչ էր հրատապասուլից հրավիրել Աննա Հակոբյանը, ինչ էր ուզում դրանով ասել հասարակությանը, թե մտածում էր, որ հետագայում այդ լուրերը դատալեքս տեղակայական կայքից կամ այլ արտահոսքներ կարող են լինի, որոշեց առաջի ձեռքից ինքը այդ լուրը հայտնել, առաջի ձեռքը բնականաբար ինքն էր հենց աղբյուրից։ Լավ, հասկանալի էր, որ այդպես էր, եթե պայմանականորեն ընդունենք, որ դա այդպես էր։ Եվ իր այդ ասուլիսի ժամանակ նշեց, որ հիմք է հանդիսացել անկախ դիտորդ Թաշինքի համար Իմ քայլը հիմնադրամի, բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող միջոցառումները, նախընտրական փուլում որպես իրականացվող միջոցառումներ եւ իր անունը, այո, ինչպես նշեցիք, ասոցացնում են իշխող ուժի, հա, Իմ քայլը իշխող ուժի հետ եւ ինքը դրանից շատ նեղվել է։ Հիմա, եթե ինքը դրանից նեղվել է, նախ գնանք իր այդ նեղվելու արմատներին, որպեսզի չեզոքացնենք իր նեղվելը, ուստեղ նաև անհասկանալի դառնեց, այս դետալներով հասկանանք, հա, ինչ ա ուզում ասել այս տիկինը։ Նախ ինքը Նիկոլ Փաշինյանի անօրինական, թե օրինական կինն է մեզ հետաքրքիր չի, բայց այնուհանդերձ մենք գիտենք, որ օրինական կինը չի։ Հիմա հեռացած եւ նորից միացած։ Կողակիցն է, 4 երեխաների մայրն է Նիկոլի։ Փետրվար ամսին բաժանված ապրիլին սակայն այդպես հապճեպ միացած։ Էրատո զինված ջոկատ ստեղծած կին է։ Ինչի՞ չէ նաև առաջին տիկին է, չնայած ոչ բարոյական, ոչ իրավական առումով ինքը չի կարող առաջին տիկին լինել, ըստ սահմանադրության եւ այլն ինքը չի կարող, ուղղակի այդպես ընկալվում է ինքը, ինքն էլ դրանից լավ էր զգում եւ ի սկզբանե այդպես էին, բայց առաջին տիկին չի։ Եվ Իմ քայլը ինչ բարեգործական բանը հիմնադրամը ստեղծվել է իշխող կուսակցության, հա, նախկին խմբակցության անունով, ճիշտ է։ Հիմա ինչպես կարող է չասոցացվել իր անունը այս թվարկածս կարգավիճակների եւ այս անունի հետ։ Հիմա ինչի է նեղվում Աննա Հակոբյանը, բա ինքը ով է։ Բա որտեղից հիմնվեց այս հիմնադրամը։ Ինչի է Իմ քայլը, ինչի է այս ամեն ինչի մեջ ինքը կա։ Հիմա այս ամեն ինչի միջից ինքը դուրս կա, այս ամեն ինչը կարողանա չեզոքացնել, ոչնչացնել եւ չլինեն սրանք կարող է, դա անհնար բան է։ Հետևաբար նրա բարեգործական միջոցառումները, գործողությունները կարող են չասոցացվել, բայց այս նեղսրտությունը թե ասոցացվում է, թե հայ-հարայ օգնեք, մենք կապ չունենք, մենք ընդհանրապես բարեգործություն ենք անում, ինչ նախընտրական փուլ, ինչ բան, Աստված սիրեք, հեռու մնացեք մեզանից, սա ընդհանրապես ծիծաղ է առաջացնում։ Եվ հետո նշեմ, որ այս անկախ դիտորդ Թաշինքի կասկածները շատ ողջամիտ են։ Իդեպ ես էլ ունեմ ողջամիտ կասկածներ եւ իրավունք ունեմ ունենալու։ Ցանկացած մեկը կարող է ունենալ այդ ողջամիտ կասկածը, որ այո, այս հիմնադրամը բարեգործական կարող է եւ ինչ որ ձևով նախընտրական փուլում բարեգործությունը դիտարկվի այլ թեմայի տակ եւ հիմա փաստորեն ստացվում է այնպես, որ իրենք յուրայիններն են, հա, ինչ պատկերացնել խեղճկինը, նախ լավ է որ Facebook-ն ու բանը կար, այս մամուլի տեղեկությունները, որ խեղճկինն իմացավ, որ իր վերաբերյալ դատարան հայց է մուտքագրվել վարչական դատարան, լավ է որ կար, այլապես նա չէր կարող որևէ տեղից իմանալ, անհավատալի է, չէ։ Եվ բացի դրանից, նաև եթե հաստատվի Իմ քայլը հիմնադրամի մոտ խախտումներ, իրենից պահանջելու է դատարանը 6 միլիոն ՀՀ դրամ։ Հիմա ես ուզում եմ հասկանալ Դանիել Իոնիսյանը իրանց յուրայինները չէր։ Այս ոնց է, հա, որ սենց ինչ-որ բան առաջացավ։ Իմ կարծիքը առաջին կամ իրապես այս անձի հետ առաջ են եկել խմորումներ, ինչպես օրինակ Նիկոլը SMS-ներ էր գրում տարբեր պաշտոնատար անձանց
ասում թիմում գնացեք, որտեղ այլևս չէր հավանում իրենց, կամ ինչ որ այսպիսի SMS-ային իրավիճակ է, որը չարտահայտվեց SMS-ով, սակայն կան ներքին միջանձնային խմորումներ, կամ սա պարզապես շոու է, որովհետև եթե անգամ արձանագրվեն նմանատիպ բաներ կամ Աննա Հակոբյանը մտավախություն ունի, ասում է, որ թերևս նման փաստեր չեն արձանագրվել, չեն ներկայացվել, բայց եթե հանկարծ ներկայացվի ու վարչական դատարանում դրանք հեշքվեն, կունենան վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, ընթացակարգային արդեն, չերկարացնեմ, եւ Աննա Հակոբյանը կարող է ասել, որ դուք ինձ վարկաբեկում եք, ինքը նշել է, որ իրենց գործարար համբավին հեղինակությանը արատավորող տեղեկություններ են տարածել, ինչի համար ինքը եւս հակընտեմ հայցով մտնելու է դատարան եւ այլն, խոշտանգում էր որակում այդ ամենը։ Այո, եւ ինքը նաեւ նշում էր, որ իր փաստաբանական թիմը աշխատում է, որպեսզի Դանիել Յոնեսյանի նկատմամբ հաղորդում ներկայացնելու հավանականությունը քննարկվի, ինչպես նաեւ հայցաթիմում ներկայացնելու հավանականությունը քննարկվի, դերևս դա քննարկման եւ ինչ որ աշխատանքի փուլումը։ Հիմա եթե հասնի վարչական դատարան, վարչական դատարանով ապացուցվի, որ չկան նման խախտումներ իմ քայլը բարեգործական հիմնադրամի գործունեության մեջ, Աննա Հակոբյանը կթափահարի այդ դատարանի վճիռը ու կասի մեկդ չհամարձակվեք, բա ասում էիք բարեգործական հիմնադրամը ինչ որ նախընտրական փուլում քողարկված ինչ որ բաներ արել, ինքը կունենա շատ լավ դատարանի վճիռ ու բոլորի բերանը կփակի։ Գուցե սա է նպատակը, ես չգիտեմ։ Գուցե համատեղ մտածել են այս սցենարով, գուցե իսկապես առաջին կետում ասածս միջանձնային խմորումներն են։ Հիմա Աննա Հակոբյանի այս աղմուկ որ բարձրացավ այս բաների շուրջ, ես ուզում եմ հասկանալ, թե օրինակ նախ ուզում եմ ասել բարի գալուստ Աննա Հակոբյան, դատաիրավական համակարգի հետ բախումներ, գնալ-գալ եւ այլն, ես շատ ուրախ եմ, որ դու հայտնվել ես դատարանում, սակայն դրան համատեղ կուզենայի հնչեցնել, որ ձեր կողակիցը քիչ առաջ նշեցի, չգիտեմ, երկրի վարչապետում հետ շատ միջանձնային մոտիկ հարաբերությունների մեջ եք, ինքն է հնչեցրել կա այդպիսի դատավոր, որ իմ ասածը չանի, հələ ուզում եմ տենամ այդ դատավորին։ Հələ ուզում եք տենակ այդ վարչական դատավորի դատարանի դատավորն ով է լինելու, Նիկոլը տեսել է այդ դատավորին, հələ ուզում է ինքը տենա։ Այնպես որ այս բոլոր գործողությունները շատ ավելի նման են իրենց շատ հարիր, իրենց ձեռագրին, իրենց այս շոուներին նմանատիպ ինչ որ մեկ այլ շոու։ Բացի այդ ինքը ավելացնում ասում է, ես զոհի կաշկավիճակում չեմ, հələ լավ նայեք, ես զոհի նման եմ։ Իհարկե դու զոհի նման չես, ամբողջ ժողովուրդը ձեր զոհն է, քո ու Նիկոլի։ Մի ամբողջ հայաց գերի ամենացել ձեր ձեռքը, ով կարա ձեզ զոհ ասի, դուք զոհականացնող եք, դուք զոհ չեք կարող լինել։ Հələ իհարկե քեզ նայող ով կարա տենց բան ասի։ Հետո ասում է, ես իմ իրավունքներն եմ պաշտպանում, իշխեմ հայց է ներկայացվել, խախտել է հայցվորի իրավունքներն ու ազատությունները եւ ինքը հետեւաբար հայց է ներկայացնում եւ ունի իրավական պաշտպանության կարիք։ Հիմա ես ուզում եմ ասել Աննա Հակոբյան, քանի որ հայտնվել ես դատական համակարգում, ես եթե կարիքն ունես, այնքան ուրախ եմ քո մուտքի համար, կուզես քո իրավունքները պաշտպանեմ, բայց հիշի 12 տարի կարա տևի, որովհետեւ քո Նիկոլը, սենց ասենք, քո Նիկոլը այնպես մի հատ երկիր է ղեկավարում, որ դատարանները արդեն կազմաքանդվում են, կազմալուծվում են, ոչ օբյեկտիվ, կողմնակալ եւ չգիտեմ, չհակեշներով ասեմ, թե չհակեշներով չասեմ, կոռումպացված դատավորների միջոցով։ Դուք ինչի դատական համակարգ ունեք, որ դու գնում ես դատարան, բայց դատարանը ձերն է, պետք է դատարան գնաս, ուշ պետք է գնաս։ Ձեր սեփականաշնորհած դատարանն է։ Հիմա արի ես քո իրավունքները պաշտպանեմ, քո ազատությունները խախտված պաշտպանեմ։ Դատարանին բան անենք, միջնորդենք, որ վերականգնվի քո խախտված իրավունքներն ու ազատությունները, բայց դա կարա տևի 12 տարի։ Բա ո՞նց է Աննա Հակոբյան, 12 տարի սպանության գործ են քննության առնում դատարան, դու եք գնա արի թակի, դատարաններից ռուվոտ ընկի, գնա անդադդ վիզիտ տիշ դատարանի շեմին, հələ տես ինչ կասի դատավորը քո համար, քո իրավունքներն ու ազատությունները կվերականգնվեն, թե ոչ, հələ քո ընդամենը բարեգործական այս գործունեության շրջանակում է, բա որ հեղի ցեզանի չեմ ցանկանում, տղուց սպանած լինեին Աննա Հակոբյան, Աստված չանի չեմ ցանկանում, հանկարծ սխալ դիտանկյուններից չնայեք այս ամեն ինչից, ոչ մի երեխայի մոտ չեմ ուզում փուշ մտնի, անկախ նրան ամեն ինչից թե ով է ինքը։ Ու այդ երեխուդ սպանությունը Պարտակի գլխավոր դատախազը, ու դու 12 տարի գնա դատարան արի Աննա Հակոբյան։ Հələ տենան ո՞նց կզգաս քեզ։
ու դու խոսում ես դատարան, ամեն բան ասում է դատարանը կասի։ Մենք հիմա գնահատականներ չենք տալիս, այդ ծևիստական մասը էլի, որ բոլորը ասում են, բայց գիտեն, որ դատարանները կաշառված են, կոռումպացված են, չի կարող լինել օբյեկտիվ անկողմնակալ դատարան, եթե այդ գործի հետևում չկա մարդ։ Հիմա դրա համար էս ամեն ինչ ձևական բաները, որ ինքը հայտարարում է ասուլիսներ տալիս եւ այլն, որ իրենց բարի համբավ են արատավոր, կգա ժամանակ Աննա Հակոբյան։ Մի ամբողջ հայ ժողովուրդ հայց կներկայացնի մի ամբողջ երկրի բարի համբավը արատավորելու համար, որ դու եւ քո Նիկոլը, չգիտեմ կաշկավիճակը, քո Նիկոլ եմ ասում, արատավորեցիք մի ամբողջ հայ ժողովրդի անցած պատմություն, անցած ճանապարհ, դուք հիմա խաղում եք հայ ժողովրդի հեղինակության հետ, դուք արատավորում եք հայ ժողովրդին, դուք խեղաթյուրում եք բոլոր պատմական անցյալը եւ ասում եք իրականը սա է, որովհետեւ դուք եկաք ու չգիտեմ ինչի դուք դառաք իրական Հայաստանն էլ իրական, այդ քարտեզ, այդ կրծած քարտեզը, որ առանց թափահարում եք, ու քո Նիկոլը դոշին խփած հանդիսավոր ձևով հպարտությամբ մանա գալիս ալամաշխարի երեսին, դա հայ ժողովրդին, հայոց պետականությանը, հայի ինքնությանը արատավորող երևույթ է, դուք հային եք ստորացրել, հայի անցած ճանապարհն եք իջի կարել, այո դրա համար ձեզ դեմ պիտի հայց ներկայացի միջազգային դատարաններ եւ ոչ միայն հայց, հաղորդումներ հանցագործությունների մասին, թե ինչպես է գերի պահել ձեր ձեռքին մի ամբողջ ազգ։ Տիկին Ադանալյան ուզում եք ասել, որ այստեղ Աննա Հակոբյանը դատարանում լինելու է ոչ թե որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այլ որպես վարչապետի տիկին։ Իհարկե, հիմա ինքը մոտեցումը այդպես է լինելու։ Ասոցացրեք ինձ հետ։ Եթե հետ գնաք իր բարեժին, ասում եմ մի ասոցացրեք ինձ հետ, որովհետև ինքը սովորական քաղաքացի է, ինքը բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն է։ Ինչ Նիկոլ, ինչ քաղաքացիական պայմանագիր, ինչ երկրի ղեկավարի հետ շատ միջազգային հարաբերություն ունեցող մարդ, ինքը անկախ իր համար Աննա Հակոբյանն է, ոչ մի բանի հետ ինքը կապ չունի։ Ինքը գնում է որպես շարքային քաղաքացի, իր դեմ հայց են ներկայացել, ինքը հակընդեմ հայցով իր փաստաբանական խմբով մտնելու է վարչական դատարան կամ չգիտեմ ուրա մտնելու։ Քաղաքացիական միգուցե չգիտեմ։ Համենայն դեպս, այս առումով, այո, ինքը սովորական Աննա Հակոբյան չի։ Եթե ինքը որևէ առնչություն չունի այս նշած հանգամանքից, որ այդ իրան ասոցացնում են ու ինքը նեղվում է դրանից, դա անհիմն է, դա առարկայազուրկ է, դա ծիծաղելի է անգամ։ Ինքը իր ասածին հավատում է, հետաքրքիր է։ Դրա համար թող ինքը հիշի, որ ինքը այդ դատարան անունը, որ ասում է, այտենց ինքը լավ է զգում դրանից, այդ դատարանը քոնն է, Աննա Հակոբյան։ Չկա այտենց դատավոր, որ քո Նիկոլի ասածը չանի, նես որ այդ հրատապ ասուլիսը, այդ ձևերը, չգիտեմ, իրանք հետին մտքեր ունեն, ենթատեքստեր ունեն, կամ դրելաթեմը կարդում է, ես ուզում եմ մեջ բերելի դեպ։ Տեսեք ինչ ասում, անգամ ծիծաղել են, այլ հոդվածները ասում, որը բացարձակապես կապ չունի իր այդ հիմնադրամի շուրջ ծավալված բաների հետ, ասում է, ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների։ Թող է խոշտանգման ենթարկվելու, ուրա իր դեմ ներկայացված, ճիշտ է, այսինքն հայցատի մոտ չեմ կարտացել, խոշտանգման տարիք չեն կարող լինել դրա դեմ, կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ինչը ներառում է նաև հոգեբանական ճնշման ահաբեկման եւ նվաստացման ձևերը, արտահայտվելու ազատության իրավունքը, տեսեք ինչ ասում, արտահայտվելու ազատության իրավունքը ենթադրում է, որ անձը չպետք է ենթարկվի ճնշման կամ ազդեցության, որը կարող է սահմանափակել նրա կամ արտահայտությունը, այդ թվում ընտրական գործընթացում։ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով քերականացվում են ցանկացած հիմքով բռնությունը, ներառյալ նաև հոգեբանական եւ հուզական բռնության ձևերը, որոնք կարող են արտահայտվել սպառնալիքի, հարկադրանքի կամ մանիպուլյացիայի միջոցով։ Հիմա սա այս մեջբերումներն ինչի համար են։ Սա ինչ կապ ունի քո գործունեության հետ, զարմանում եմ։ Բա դուք Աննա Հակոբյան, այս իրավական նորմերը, որ բերում ես, ՄԱԿ-ի կոնվենցիան ես մեջ բերում, եվրոպական միետի բանը, դատական պրակտիկայի նորմերն ես մեջ բերում եւ պահանջում ես իրավունքների եւ ազատությունների խախտումը վերացնել քո ենթադրյալ եւ ասում ես բռնությունների չպետք է եւ քանի հոգու եք բռնության ենթարկել, հələ գնացեք նայեք, դու ես ասում այդ մասին, դու իրավունք չունես այդ մասին խոսելու, Աննա Հակոբյան, որովհետեւ մարդիկ եւ խոշտանգվում են ձեր ունեցած իրավական համակարգի լույսի ներքո եւ նվաստացվում են եւ գետններին ասֆալտներին են փռվում այդ մարդիկ եւ լցվում են ԱԱԾ պատվալներում, ինչի համար ազատ կամ արտահայտության համար, ազատ խոսքի համար, բայց մարդիկ ինչ են արել, գողություն են արել, մարդ են սպանել, թալան են արել, ինչ են արել այդ մարդիկ, ազատ արտահայտվելու համար մարդկանց տարի լցրել եք, բայց մարդասպաներին դուրս
դուրս եք թողնում, որովհետև օգուտ ունեք մարտահրավերից։ Դրա համար հանցագործների թիվը այսօր այդքան աճել է ձեր ղեկավարման օրոք ձեր այդ փոքրիկ, չգիտեմ, ընտանեկան չեմ կարող ասել, չգիտեմ ինչ միասնության շնորհիվ երևի ինչ որ միասնական ուժ եք ստեղծել այս երկիրը քանդելու։ Ու հələ այսօր խոսում է, բանը ոչ ոք իրավունք չունի մարդու խոշտանգելու։ Լացածող բաներ ասում Աննա Հակոբյանը, մարդ չգիտի։ Վերջում օրվա վերջում, երբ Facebook-յան էջում գրառում կատարեց, թե ինչ է խոշտանգումը եւ ով կարող է խոշտանգել, ի պատասխան Դանիել Իոնիսյանի, ով գրել էր, որ Աննա Հակոբյանը ինչպես է պատկերացնում խոշտանգում, ընդհանրապես խոշտանգումը ինչ է։ Հատե Աննա Հակոբյանը ինչ պիտի իմանա խոշտանգումը ինչ է։ Աննա Հակոբյանը օրինակ հայկական ժամանակը անդադ բան անի, գովաբանում է, իշխող ուժի գործունեությունը, վարչապետի գործունեությունը, ուր գնաց, ուր եկավ, ինչի եկավ, բնականորեն ասում չեմ ասոցացվում դրանց հետ։ Տիկին Ադրանյան, դուք համարում եք, որ ձեզ խոշտանգում են։ Ձեր հանդեպ կատարվածը խոշտանգում է։ Սա բարոյա հոգեբանական խոշտանգում է իմ նկատմամբ, քանի որ Աննա Հակոբյանի ու իր մարդու միջոցով դա իրավական համակարգը որ խոստանում էին որ կփոխեն, չփոխեցին, վետինգ չարեցին, դատավորներին իրենցով արեցին, լավագույն դատավորներին էլի եմ ասել ու ասում եմ շատ լավ դատավորներ կան հիմա որոնք մատների վրա են հաշվվում ու իմ համար այն տպավորությունն է որ իրանք սահման պահող զինվորի են նման, որ իմանում ես, որ գործը տնկել այդ դատավորի մոտ, անկախ նրանից ինչպեսի վերդիկտ կկայացնի, անկախ նրանից քո սրտով կլինի թե չի լինի, գոնե հիմնավորված, թեկուզ այդ մերժածը, նայում ես գրագետ հիմնավորված, գոնե խիղճը թանկից նստում ես, բայց նայում ես շատ ներողություն ես բարիս համար, այնքան լկտի, ցենզուրայից դուրս, անկրագետ, ստախոս, ցինիկ դատավորներ կան, որ մարդ ամաչում ասում է Քեզ դատավոր նշանակողի հերանից եմ, դու ոնց եկար ընկար այս համակարգի մեջ, դատավորն է ստախոս լինի, դատավորն է ուզենա վաղեմության ժամկետներ սպարի, ու սես դեմքի նայմս ինքը իրա խունջիկ-մունջիկ ակալիս, ցինիկ բաներ անում, յանի ինչ ուզում ես արա, ես մեկա քո հարցերը սենց եմ լուծելու, չգիտես ինչ անես, Ալեն Սիմոնյան անես, ինչ անես հասկացակ չէ, խոսքիս իմաստը, որ թկում է մարդկանց վրա, մնացել է թքես դրանց վրա, այդ բան չի մնացել ու այսքանի մեջ դերևս այսպիսի իրավիճակ է ստեղծվել շատ ողբալի վիճակի մեջ անկել Աննա Հակոբյանը ու հրատապասուլիս անում որ հələ տեսեք ինչ է կատարվում իր ազնվազար տիկնոջ անունի շուրջ բայց իր անունի շուրջ այնքան բաներ են տարածվել որ մի հատ էլ թող դատական հայց գնա դատարան ինչ կլինի որ Ինչ կլինի այսօր միացել եք վաղը միսօր էլի կբաժանվեք ինչ ուզենաք կանեք երբ պետք եղավ կբաժանվեք երբ պետք եղավ կմիանք նայած քաղաքական Ճաշակ ինչպեսին կլինի այդ ժամանակ ու ինչ կթելադրվի քաղաքական տեսանկյուններից ինչ կթելադրվի ձեր համար ինչ հարմար կտակ այն էլ անելու եք դրա համար այսօր մենք չունենք ղեկավար ես քանիցս ասել եմ ու էլի ասելու եմ քանի իմ երեխայի գործը 12 տարի դատարանում է ու քանի 6-րդ դատավորն է ցուցադրում իր կողմնակալ ես կասեի ցինիզմով հեղեղված գործողությունները ես որևէ հույս չունեմ այս երկրից եւ բնականաբար Ես որպես քաղաքացի չեմ ընտրելու Նիկոլ Փաշինյանին իշխող ուժին, չեմ ընտրելու։ Դա ես նշանակում է ինքնասպանության գնալ։ Դա նշանակում է, որ դու տնես ու այս ժողովրդին ինքնասպանության տանես։ Յուրաքանչյուր անձ պիտի պատասխանատու լինի ինչ կատարած քայլի համար։ Եթե այս տեմպերով շարունակի, եթե Նիկոլը մնա, իր թիմը մնա, այս անտերուտուս վիճակը մնա, իրանք վերընտրվելուց հետո ավելի են սաղին տնելու ես իմ խոշտանգելու։ Աննա Հակոբյանի հետ բառը ասեմ, ավելի են խոշտանգելու այս ժողովրդին։ Բա ինչ պետք է անեն։ Բա արդեն ավելի է լենանալու իրանց տեղը, ավելի են սկսելու արջին ու ծախին ինչ ուզենան անել, ծվղվեն մնան։ Սրանցից որևէ հույս չկա, ես էլի եմ ասում, Աստված չանի սրանք վերընտրվեն։ Դա իմ ողբերգությունը նորից թարմանալու է։ Իմ տղայի վիշտը նորից թարմանալու, որովհետև ես հասկանալու եմ, որ բան չի փոխվելու։ Նիկոլը որ եկավ, ասում ենք Աշտուր Դավթյանը գնա, Նիկոլը նոր գլխավոր դատախազ պետք է ամեն ինչ ունի մեջ գրվա։ Հեսա Նիկոլը, հեսա։ Ու մի օր հələ չտեսա դուրս գար, թեկուզ այս ընդդիմություն կոչվածը, մի օր դուրս գար ասես թե այս կին ինչ ասում։ Բախի պետք է ասեք, կաշառված գործ է, երեսից սերը քաշել են, տակի մնացորդներն են, բաժանում են հիմիկվա գործը քննող դատավոր, մատավոր, ես ինչ մանր մունը չգիտեմ ում։ Բա կերել եք այս գործով, փող եք կերել, Աննա Վարդապետյանն էլ ասում է բանը, կոռուպցիայի բանը կանխարգելում են, կոռումպացված ես, էլի աղջի ոտից կլուք դու կոռումպացված ես։ Դու ինչ գլխավոր դատախազ, այ հանցագործ, ոչ առուն ես, ոչ ամոթ ունես։ Այսինքն այս կինը հանցագործ լինելը ընդունում է որպես հաջողություն, որպես կոմպլիմենտ։ Այո, անգամ ես շշտում եմ, որ սա
Տիկին Պետրոսյան, ես ամենայն պատասխանատվությամբ եմ հայտնում այս մասին, ես կարող եմ իմ փաստերը մտցնել յուրաքանչյուրի աչքը ու ասել, որ այստեղ հլը տերանքի 12 տարի գործը քննության առնվում, այ տեսնեմ հլը ինչ ես խմբակային սպանությունը կոծկել, ինչ ես դատապշկական եզրակացությունը կեղծել, ինչ ես իրեղեն ապացույցները կեղծել, իմ երեխայի մայկան հագուստը սպանության ժամանակ, որը եղել է հակի, դատարանի իրեղեն ապացույցների պահման վայրում իրեղեն ապացույցի վրա արտաքին միջամտություն ա եղել։ Բա գնա մերի Աննա Վարդապետյան, դու ով ես, որ ես քեզ դատախազի տեղ տնեմ, դու իմ համար շարժքային հանցագործ ես։ Ընդհանրապես դու անգամ մարդկային բարձր հատկանիշներ չունես, որտեղ եթե անգամ մարդը որևէ պաշտոն չունենա, գոնե ապրումակցելու, գոնե ասու առաջ պատասխան տալու ներքին մղում կունենա։ Դրա համար այն հացը, որ թաթիկդ երկրացնում ես ուտես, այդ այրունոտ թաթիկդ Աննա Վարդապետյան, հարամ լինի այդ հացը որ Եկեք Տիկին Ադանալյան, հասկանում եմ ձեր վիճակը, բայց եկեք եթերից նման հայտարարություններ եւ ես իմ հայտարարությունների համար պատասխանատու եմ, ես ամեն օր եմ անում այս հայտարարությունները տարբեր հաշտակներից, դատարաններում, քննչական մարմիններում, պատրաստվում եմ գնալու ակցիա անելու Աննա Վարդապետյանի այդ իր բանի կանտորայի դիմացը օբյեկտային չա, չգիտեմ ինչա տեղ նախկինում արել է ինքը շատ դժգոհել էր, որ գնացել եմ, ես դեռ գոռացել եմ, ես չգիտեմ ինչ եմ արել, ինչ անեք, ցեի նման տապուկ չեք, տապուկ բաներ անեք, տակից են որ ասում են, բանը մարմանդ կետից վախեցի, ելման կետից մի վախեցի, հիմա սրանցն է, բա մեզ ինչ կա, Այանա Պաշկարը ասում ենք, ինչ կա, հաղորդում ենք հեռուստատեսության լրատվամիջոցներում, մենք ինչ ունենք, ասում ենք, ձեր նման ծիխի բալոց չենք, նեխած ճահիճ չենք ձեր նման, այո գնալու եմ ակցիա եմ անելու ու գրելու եմ, որ Հայաստանի Հանրապետության թիվ 1 հանցագործը Աննա Վարդապետյանն է։ Եվ վերջին հարցս մեր հաղորդումը մոտենում է ավարտին։ Ինչ կասեք կենսաչափական նոր անձնագրերի մասին։ Տեսեք, ես ընդհանրապես 3 այդ մասին տեղեկացա, որ աշնանը կարմիր անձնագրեր են լինելու եւ բանա լինելու անձնագրերով եմ մուտք գործելու, այո, նպաստելու է, որպեսզի ավելի ազատ եղանակով կարողանան եվրոպական նոր տեխնոլոգիաների համապատասխան, համապատասխան, միջազգային նորմերին համապատասխան եւ այլն։ Բնականաբար սա շատ լավ բան է, ով չի ուզենա, հա, որ ինքը ազատ ելում ուտանի եվրոպական երկրներ, բայց քանի որ այս երկրի այս իշխող ուժի կողմից այս ամենը նախաձեռնվել, թող օրը կա բարին հետը, թող այդ աշունը կա, այդ կարմիր անձնագրերից մարդիկ օգտվեն, ես չգիտեմ սրանք հետագայում ինչ կան, որովհետև սա այն իշխող ուժն է, որ այսօր ուրիշ բան ասում, վաղը կարող ուրիշ բան ասի։ Փաստ ԱԺ ժողովում մարդը կարա կանգնի հայտարարություն անի, խոսքս Նիկոլի մասին է։ Հաջորդ օրը կա լրագրողներն իրան հաշտան, ինքը սկսի կրուտի տանել, ասի չէ, այդպես բան չեմ ասել, ու մի հատ էլ նյաշտեր սղոցող ուրիշ սուտ հորինի, նյաշտեր սղոցող քրտիջի ուղեկցությամբ սկսի ուրիշ բաներ ասել։ Ես սրանց չեմ հավատում։ Գուցեև շատ լավ բան է, գուցեև հնարավորություններ այդպես, բայց կարող է վաղը միսօր մինչև կա հասնի այդ օրը Եվրոպական միության հետ, ես չգիտեմ ում հետ ուրիշ բաներ փոխվեն, ուրիշ հարաբերություններ փոխվեն, ինչ խոսք, միջազգային նորմերին համապատասխան բանա, կենսաչափական անձնագրերը շատ լավ է, բան չունեմ ասելու, բայց ես հույս չունեմ, որ դրանք կարող է իրենց ֆունկցիոնալ առումով, հա, տևական ժամանակ մնան, հա, ուժի մեջ, որովհետև չգիտեք, որ երկրի հետ ինչ հարաբերություններ կստացվի, ոնց կլինի, էս էլ է նախընտրական ինչ-որ մի բան, այնպես որ սա էլ եկավ հասավ, ասում է 21-22 թվից մենք սա հələ դերևս հատակվել ենք սրա մեջ, այն օրը ներքին գործերի նախարարն էր ասում 3 Բայց ամեն դեպքում էլի եկավ հասավ այսօրը, որ այս հայտարարություններն էլ այսօրը տարածվեց եւ այլն, ինչ որ մասնավոր ընկերության հետ արդեն ով աշխատել է անձնագրերի հետ արդեն ինչ որ հարցեր ա լուծվել եւ այլն, ասես խորունկից ասում էր ՆԳ-նախարարը, լսեցի, բայց թե ինչքան կյանք ունենա, ինչ կլինի, ինչպիսի աշխարհակահաղական հարաբերություններ կլինեն, ինչպիսի բաներ կընթանա, չգիտես ինչ չերեշ կողոսեն, ես վստահ չեմ, որ դա կարողանա իր ֆունկցիոնալ առումով մինչև վերջ ինչ որ կերպ նպաստել։ Շնորհակալություն եմ հատնում Տիկին Ադանալյան այսօրվա հաղորդման համար։ Շնորհակալ շատ հախուր ընձեռույցի համար, կներեք էմոցիոնալ ինչ-որ բաներ, ես տեսակով պարզապես այդպիսի մարդ եմ, անկախ ամեն ինչից։ Հետևենք զարգացումներին, հարկ լինելու դեպքում կրկին կհանդիպենք այս տաղավարում։ Սիրով։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։